խնդրեի ներկայացնեք, ինչ փուլում են այժմ հեծում տեղի ունեցող վարչական վարույթ կար, ինչ փուլում են ուսումնասիրությունները, մինչև այս պահը ինչ լուրջ խնդրահարույց արձանագրումներ ունեք, եթե կարող եք որոշ մանրամասներ հայտնել։ Հասկանալի է, շնորհակալություն հարցի համար։ Այո, վարչական վարույթը հարուցված էր, վարչական վարույթի տևողության ժամկետը 3 ամիս պլյուս գումարած 1 ամիս, առավելագույն ժամկետը, եւ վարչական վարույթի եզրային ժամանակահատվածը, որ լրանում է, դա նոյեմբերի 18-ն է, այսինքն նոյեմբերի 18-ը մինչև հանձնաժողովը կամփոփի վարույթը եւ որոշում կկայացնի, բայց քանի որ վարույթը ընթացքի մեջ է, ես բազմիցս լրագրողներին առիթ եղել է այդ մասին տեղեկացրել եմ, վարույթը ընթացքի մեջ լինելու ժամանակահատվածում ես իրավասու չեմ եւ իրավունք չունեմ վարույթի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, ինֆորմացիա հրապարակելու, կխնդրեի այդ իմաստով եւս մի քանի օր Եթե պետքա հարցը մի րոպե, եթե պետքա հարցը զրույց տամ, հարցը զրույց կտամ, եթե պետքա բանավեճի մտնեք հետս, բանը, չէ, ձեր ընկերուհին հարցը տվեք, թողեք պատասխանեմ, հետո դուք կտաք, բա եթե կեսից բայեթեներով այտենց հարցը զրույց չի լինում։ Ես իմ համար եմ պատասխան տալիս եւ արդեն ասացի, այո, Ռոմանոս Պետրոսյանը ժամանակավոր կառավարիչ է նշանակված եւ Ռոմանոս Պետրոսյանը ի տարբերություն ինձ, ի պաշտոն է, իրավունք ունի տարատեսակ կարծիքներ հայտնելու, մեկնաբանություններ տալու եւ այլը, բայց ես գործը քննող որպես հանձնաժողովի նախագահ վարույթի ընթացքում իրավունք չունեմ նման կարծիքներ հայտնելու, որպեսզի վաղը չդիտարկվի դա կանխակալ մոտեցում կամ, չգիտեմ, այլ ինչ-որ Կարող է լիցենզիայի դադարեցման հարց առաջանալ կամ մինչև այս պահ, այսինքն ենթադրում է, որ դուք գործի մեծ մասը արդեն արել եք, այսպիսի հեռանկարը հնարավոր է։ Ուրեմն ցանկացած վարույթ առնվազն ունի մի քանի ելք, հա, 3-4 ելք, հա, նկատողություն, տուժտուգանք, վարույթից զրկել կամ վարույթը կարճել։ Հիմա թե որը կլինի, բանը կներեք, հա, լիցենզիայից զրկել, հա, հիմա թե որ ինչով կավարտվի այս վարույթը, պարզ կլինի վարույթի ավարտից հետո։ Այս պահը, պարոն Մեսրոպյան, երբ որ ուսումնասիրություններ եք կատարել, ինչ եզրահանգման եք եկել, այսինքն կարող եք գոնե մոտավոր ասել, որ Ոչ, չեմ կարող։ Եվ ընդհանրապես դուք կաշկանդված չեք արդյոք, որովհետև այո, Նիկոլ Փաշինյանը Որ հրապարակային ասում է, որ այս ելքերը պետք է լինեն։ Դա չի ազդում, հատկապես որ դուք նախկին կուսակցական պաշտոն եք, այսինքն եղել եք թիմի անդամ։ Կրկնվող հարցեր եք տալիս, բայց ես ծիրահոժոր կպատասխանեմ, որովհետև նախկին ԿՊ-ական դա որևէ կապ չունի այսօրվա իմ կարգավիճակի հետ, որովհետև մենք այսօր հանձնաժողովում ունենք նաև գործող անդամ նախկին դաշնակցական եւ մենք այդ պաշտոններում նշանակվելուց հետո ընդլայնեցին վերջին օրենքներով ոչ թե այլ անգամ։ Ձեր հարցը հետ ինչ կապ ունի։ Դե որ ասում եք Չէ, կաշկանդված, չէ, դուք ասում եք դուք նախկին ԿՊ-ական եք, կաշկանդված չեք, ես էլ ասում եմ նախկին դաշնակցական էլ ունենք, միգուցե նախկին այլ կուսակցական էլ լինի, եթե ուսումնասիրենք կուսակցական պատկանելությունը պաշտոնը ստանձնելուց հետո որևէ դեր չի կարող խաղալ, որտեղ կուսակցական պատկանելությունը սառեցվում է, կասեցվում է եւ մարդը անցնում է աշխատանքի։ Քաղաքական ապրեք, շատ լավ հարց եք տալի, քաղաքական հայացքներին դա չի վերաբերվում, մարդը ազատ է իր աշխարհայացքի, իր քաղաքական հայացքների մեջ, բայց կանոնակարգումը պաշտոնի անձնագիրը տալիս է այդպիսի շրջանակներ, որտեղ որ դու կարող ես գործել եւ որևէ այդպես ասած կաշկանդվածություն կամ ինչ-որ ճնշումների չենթարկվել։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը անկախ մարմին է եւ պիտի ըստ էության անկախ գործի։ Բայց ձեզ մեղադրում են, որ դուք դարձել եք կառավարության կցորդ մարմին։ Դուք ղեկավարվում եք միանձնյա ձեր որոշումներով, ձեր քաղաքական հայացքներով, լսում եք մենակ Փաշինյանին, ոչ մեկի։ Դուք անկախությունից այդ հանձնաժողովի ոչինչ չեք թողել։ Մասնավորապես, որպես փաստ նշում են այն, որ երբ հեծի տնօրենները ներդրումային փաթեթային ձեզ ներկայացրել, ինչ որ անհասկանալի պատճառաբանությամբ ներդրումները մերժում եք, ասելով որ դա կհանգեցնի պլանային անջատումների եւ այլն եւ այլն։ Երբ որ տարածքային կառավարման նախարարությունը ձեզ հաղորդում է ներկայացնում, դուք ոչ թե խախտումներին ուղղված ինչ որ միջանկյալ որոշում եք կայացնում, այլ անմիջապես կառավարիչ փոխելու որոշում, այսինքն այն ինչը որ Փաշինյանը հրահանգում է։ Հիմա ո՞նց կբացատրեք այս ձեր կցորդ լինելը։ Բացարձակ
Համարձակ չեմ կիսում ձեր արտահայտած տեսակետները, այն խառն էր նաև ապատեղեկատվությամբ, ապատեղեկատվության մեկ օրինակ, արագ հարցեր հնչեցրեցիք իրար հետևից, կարող ինչ-որ բան բաց թողեմ, կվերհիշեցնեք, հեցի 25 թվականի ներդրումային ծրագրերը, երբ որ մենք հաստատում էինք, այդ ժամանակ դեռ վարույթ հարուցված չէր, որքան ես եմ հիշում, այնպես որ դա դրա հետ կապելը կապ չունի, բայց հեցի ներդրումային ծրագրերը, որ մենք չենք հաստատել այն չափով, որ այս տարի հեցը բերել ներկայացրել էր, հեցի գործընկերները ներկայացրել էին, դա պայմանավորված է օբյեկտիվ տեխնիկական պատճառներով եւ այստեղ ուզում եմ պարզ լինի բոլորին, ոչ թե մենք հեցի տվյալ տարվա ներդրումային ծրագրերը չենք հաստատել, հեցի ներդրումը, այո, տարեկան նայված, վերանայված առաջարկները չենք ընդունել եւ դա ունի իր բաները, պատճառաբանություններ։ Պարոն Մեսրոպյան, ի վերջո ենք ասում, որ պատճառաբանություններն են անհասկանալի։ Դրանք փող են ներդնում, խնդիրները, որ լուծեն, այսպես ասած, դուք չեք թողում, որովհետեւ հերահար նպատակներ կար արդեն Փաշինյանի պլանները, այդպես չի, եթե այդպես չի, փաստ ներկայացրեք, չէ, դա այդպես չի։ Պարոն Մեսրոպյան, ի վերջո միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ գրասենյակ եք դիմել եւ ստացել եք այնտեղից արձագանք, որ պետք է կատարվի արբիտրաժի որոշումը, ինչու չհետևեցիք այդ գնահատականին, որ ստացել եք։ Դա այն հարցերի շարքին է պատկանում, որին այս պահին իրավասու չեմ պատասխանելու նշված պատճառով։ Բայց դուք դիմել եք, որ այդտեղից վարույթը կավարտվի եւ ես Մարիկ ջան, նոյեմբերի 18-ին Ռոմանոս Պետրոսյանը, որ ասում եք ինքը այլ կարծիք ունի եւ ինչպես գործընկերներս նկատեցին, մինչեւ այս վարույթի ավարտն էր անընդհատ ինչ-որ գրառումներ անելու, ցույց տալու, որ տպավորություններ, որ այսպես հեծում, չգիտեմ, ինչ հանցագործներ են եղել։ Այսինքն Ռոմանոս Պետրոսյանը քաղաքական նպատակներով է այսպես այդ գրառումները անում, իսկ դուք ասում եք, որ որպես հանձնաժողովի նախագահ չեք։ Ռոմանոս Պետրոսյանը իր բոլոր հայտարարությունները, իր գործունեությունը բացառապես այս ամիսների ընթացքում կառուցել է որպես ժամանակավոր կառավարչի իրեն տրված լիազորությունների շրջանակում։ Ժամանակավոր կառավարիչ մի ընդհատեք, էլի, եթե սեն շարունակեք, եթե այսպես եթե ոչ, ուրեմն խնդրում եմ կոռեկտության այդ սահմանը բերեք պահեն, մի ընդհատեք, երբ որ ես խոսում եմ, մի ընդհատեք։ Ոչ, կսպասեք ձեր հարցերին կպատասխանեմ։ Հա, ես եմ նշանակել ինձ տրված օրենքի լիազորությունների շրջանակում եմ նշանակել, ինչի մասին է խոսքը։ Պիտի վերահսկեք նաև իր հայտարարությունները, քանի դեռ վարույթ Ոչ, ժամանակավոր կառավարիչը հանդիսանում է այդ հիմնարկի տվյալ ժամանակահատվածի համար գործադիր մարմնի ղեկավարը։ Գործադիր մարմնի ղեկավարը ինքը ոչ, սխալ եք մեկնաբանում։ Ինքը այդ պահին, խնդրում եմ, լսեք, ինքը այդ պահին մի րոպե ընդհատում եք։ Ինքը այդ պահին հանդիսանում է տվյալ հիմնարկի գործադիր տնօրենը, այնպես ինչպես ատոմակայանի տնօրենն է հանդիսանում, այնպես ինչպես բարձրավոր էլեկտրական ցանցերի տնօրենն է հանդիսանում տնօրեն եւ նրանցից յուրաքանչյուրը կարող է ազատորեն տվյալ հիմնարկի ընթացքի մոնիտորինգի կամ խնդիրների մասին խոսել, նաև կադրերի մասին։ Պարոն Մեսրոպյան, Ռոմանոս Պետրոսյանի գրառումներից տպավորություն է, որ հեծը խնդիրների մեջ այսպես մխրճված է։ Այդ դեպքում ինչ էր անում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախ անցած տարիների ընթացքում, երբ որ իր գրառումներից ստեղծվում է այս տպավորությունը, որ այնքան խնդիրներ են կուտակվել, որ այս մարմինը չի աշխատել այս տարիներին։ Մարմինը հեռու եմ ես այդ մտքից, որ չի աշխատել։ Բա ինչու՞ չէր բարձրաձայնում այն, ինչը Ռոմանոս Պետրոսյանն պատասխանեմ, հա, հասկացել եմ հարցը։ Չեք սա դյուրագրգիռ։ Չէ, դյուրագրգիռ չեմ, որովհետև ոչ, սա քաղաքական հարց չի, թույլ տվեք ձեր ընկերուհուն պատասխանեմ եւ դյուրագրգիռ եմ, որովհետև պարբերաբար մանիպուլատիվ փորձում եք այնպիսի հարցեր տալ, որ չէ, ուղիղ հարցեր չեք տալիս, ոչ, դժվար չի։ Ձեր հարցը, ուրեմն ինչ էր անում կառույցը, եթե կառույցը շատ լավ, շատ լավ։ Հատկապես որ եզրակացություններով կարծես այդպես խորը խնդիրներ չեն հայտնաբերվում։ Այդ հարցի պատասխանը շատ տրիվիալ է։ Կառույցը ստեղծվել է 99 թե 98 թվականից, Սաֆարյան, լավ չեմ հիշում։
97 թվից եւ գործում է մինչեւ այսօր եւ կգործի դեռ երկար տարիներ։ Ես այդ կառույցում նախագահ աշխատում եմ մոտ 10-11 ամիս եւ պատրաստ եմ իմ աշխատած ամեն մի ժամվա, ամեն մի օրվա, ամեն մի ամսվա համար մանրամասն հաշվետվություն տալ, իսկ դրանից առաջ թե ինչ թերություններ է տեսել Ռոմանուս Պետրոսյանը կամ մյուս գործընկերները կամ պետության մյուս ներկայացուցիչները ես դրա պատասխան ես չեմ կարող նման հարցիկ հայտնել կան տվյալ ժամանակահատվածի համար պատասխանատու անձիկ բարեբախտաբար իրականության մեջ ապրում են, գործում են կարող եք նման հարցերի դուք եկաք տեսաք, որ ինչ-որ խնդիրներ ոսկել են ձեր կառավարման այդ ամիսների բարձրացիք, որ այդ խնդիրները եղել, եթե ես նկատած չլինեի, նաև ես այս վարույթը այդ ամեն ինչի հետևանք է նաև։ Հայտարարություններից հետո, պարոն Մեսրոպյան, ոչ թե սեփական դրանից առաջ ես վարույթ հարուցել եմ Հեցի, Վիոլայի եւ մնացած կարգավորվող ընկերությունների նկատմամբ, մենք նրանց ստուգանել ենք, պարբերաբար աշխատանքային այդքանով ոչ թե անցել է։ Հա, ինչն է խնդիրը։ Իսկ ինչն է խնդիրը, որ այս անգամ, ասենք, որոշում կա, հա։ Ենթատեքստը եւ քաղաքական հրահանգը։ Ես չեք անհանգստանում, որ հետագայում պատասխանատվություն բացատրեք հիմա մեզ բոլորից, մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այս ամենի հիմքում քաղաքական որոշումն է։ Դրա համար մեր բոլոր կասկածները ուղղված ձեզ դրա մասին են։ Դուք չեք կարող Նիկոլ Փաշինյանին հակառակ որոշում կայացնել։ Այս է խնդիրը։ Դուք հիմա ինչ պատճառաբանություն էլ վերեք, քաղաքական որոշում է կայացվելու։ Դուք հիմա ինձնից հարցազրույց եք վերցնում, թե իմ հետ բանավիճում եք։ Չէ, դուք բանավիճում եք վերել, որ ձեր ռոբոտը կապած չի, կաշկանդված չեք։ Ես արդեն պատասխանեցի այդ հարցերին։ Եվ պարոն Մեսրոպյան, հավանաբար իշխանափոխության դեպքում, այս դեպքում դուք նաև քրեական պատասխանատվության ենթարկվեք, որտեղ ըստ էության սեփականություն այսպես վերցնելու, միջամտելու, ունենք արբիտրաժի որոշում եւ այլն։ Մտահոգություն չունեք այս։ Բացարձակ մտահոգված չեմ, բացարձակ։ Պարոն Մեսրոպյան, ՀՊ պատգամավորները իրար հետ չտալով կատարել միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ։ Չէ, բայց դուք հարցրել եք, այդ հարցը տվել եք իրան, որ վարույթի վերջում նոր որոշեք, կատարեք թե չէ։ Նայեք, ձեր ընկերուհիները աշխատակիցներն ընկալել են հարցի պատասխանած, բայց դուք շարունակում եք։ Ես ասեք, ինչ է, վարույթից հետո նոր անդրադառնալու եք իրենց գնահատականը։ Վարույթի ընթացքում ես իրավունք չունեմ նման հարցերի պատասխանելու։ Պարոն Մեսրոպյան, ՀՊ պատգամավորները իրար հերթ չտալով ստատուսներ էին գրում, որ Նարեկ Կարապետյանը $10,000 աշխատավարձ է ստացել, դրա համար այդքան թանկ դուք հոսանքի փող եք տվել։ Իրար հերթ չտալով այդ նույն թեզերը առաջ էին տանում։ Դուք մի հատ կասեք, դուք պատասխանատու իրավասու պաշտոնում եք, կասեք, այդ աշխատավարձը մտել է սակագնի մեջ, թե չի մտել։ Ձեր տված հարցը եւս այն հարցերի շարքից է, որոնց այս պահին ես իրավունք չունեմ։ Չէ, կարող ասել մտել թե չէ, ինչ կապ ունի վարույթը։ Այլ հարցեր ունեք։ Պարոն Մեսրոպյան, Ես արդեն պատասխան չէ, ոչ, բանավեճի մեջ եք մտնում, սխալ կարգ եք անում։ Հեցի մասնաճյուղերը ՀՊԱ-ական անդամներով է համալրվում։ Դա խնդիր չեք տեսնում, դե խնդիր չկա։ Բացարձակ։ Գյումրի, հա, նորմալ է, որ Ես չեմ հաստատում նախ այդ փաստը, ես չեմ հաստատում նախ այդ փաստը, որ ինչ որ տենց բացարձակ դուք հաստատում եք, լավ եք անում, բայց ես տվանց ինֆորմացիայի չեմ տիրապետում։ Գյումրին, Փարաջարը, դրանք էլի Ասենք Սարիկ Մինասյանը էներգետիկ է դարձել։ Հա ինչա, եթե մարդը ունի համապատասխան կրթություն եւ մենեջմենտի որակների տիրապետում, Սարիկ Մինասյանը իրավունք չունի հեծում աշխատել կամ պետական որևէ այլ կառույցում աշխատելու։ Պարոն Մեսրոպյան, ընդհանուր կարգային առումով մի բան կներկայացնեք, վարույթից հետո ձեր կողմից նշանակված ժամանակավոր կառավարչի հարցը ինչ է լինի, այսինքն շարունակվելու է։ Դա կարգավորվում է էներգետիկայի մասին այդ օրենքով, բայց դրա իրավասու պատասխան տվողը այս դեպքում պետության լիազոր մարմնի ներկայացուցիչը պետք է լինի, բայց մեկնաբանելով օրենքի այդ հատվածը, այո, ժամանակավոր կառավարիչը կշարունակի մնալ այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը հեծի հետ, եթե ամփոփվի այնպես, որ վարույթը ավարտվի լիցենզիայից զրկվելով, խնդրում եմ չմեկնաբանեք, որ ես այսօր հաստատեցի, այո, եթե ավարտվի զրկվելով, ապա ժամանակավոր կառավարչի ինստիտուտը պետք է մնա եւ շարունակի կառավարել այնքան ժամանակ, քանի դեռ հենց Փակ բաժնետիրական ընկերության սեփականատերերի հետ բանակցությունները չեն ավարտվել։ Այդ դեպքում իսկ մյուս սցենարների դեպքում եթե կարճվի, բնականաբար ժամանակավոր կառավարիչը կգնա իրենց տուն կամ իր աշխատանքին, այլ աշխատանքի եւ
բանը սեփականատերերը կշարունակեն Նույնն տնտեսվարել էլ իրենց նկատողության դեպքում։ Ինչ? Նույնն էլ այդ մյուս Այո, այո, այո։ Այսինքն միայն մի դեպքում կմնա, Այո, եթե լիցենզիան դադարեցվի։ այո։ Սրոպյան, իսկ նոյեմբերի 18-ին, որ վարույթը արդեն ավարտվեց, մի րոպե, ինչքան ժամանակում է դա ուսումնասիրվելու, այսինքն եզրակացությունը երբ պատրաստ կլինի։ Լավ չհասկացա։ Վարույթը որ իրականացվեց, հետո ինչքան ժամանակում է հստակեցվելու, ինչ որոշում է կայացվել։ Դա արդեն պետությունը պետք է բանակցի կողմերի հետ եւ ես այդտեղ կոնկրետ ժամանակային սահմանափակում կարծեմ չկա, ինչքան որ կտևի։ Եվ բան Մեսրոպյան, հանձնաժողովը արդյոք հեծի գլխավոր տնօրենի աշխատավարձը հաստատելուն մասնակցում է թե ոչ։ Հանձնաժողովը մասնակցում է հեծի այո աշխատավարձային ֆոնդի եւ աշխատակազմի թվականակի հաստատմանը։ Իսկ աշխատավարձի հետ կապված Ես արդեն պատասխան։ Այսինքն կարելի է Դա բարույթի հետ ոնց է ինչ բաշխվում, շատ լավ չեք է որ զգում ոնց է բաշխվում։ Ինչ է։ Այդ աշխատավարձերը սակագնի մեջ չեն։ Ես այնքան բան գիտեմ, Այն երեք չեք որ դուք էլ ասում։ չեք պատկերացնում, Ռոման բայց պետք է ասել այն ինչ որ իրավասու ես ասել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։